Ողջույն սիրելի բարեկամներ, ողջույն սիրելի հայրենակիցներ, այսօր մենք ունենք հետաքրքիր զրույց իրար հետ, հետաքրքիր հաղորդում, որտեղ որ կպատասխանեմ բազմաթիվ հարցերի, կանդրադառնամ անգամ այն հարցերին, որի մասին շատ եք դուք այսպես ասած հարցնում իմ մասին, բոլոր հարցերի համարյա պատասխանը ձեզ կտամ այդ թեմաների շուրջ, բայց մինչև մեր բուն թեման հասնելը ես կուզենամ զրուցել իմ հետևորդների հետ, իսկ իմ հետևորդներին եւ դիտողներին կխնդրեմ, որ լինեք ակտիվ, դնեք ձեր լայքերը, գրանցվեք իմ ալիքին, քանի որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը։ Սկսենք սրանից, հարգելի հետևորդներ։ Մենք ամեն անգամ զրուցում ենք մեր ալիքում քաղաքացու քաղաքական գիտակցության մասին։ Իմ եթերները շատ են դրա մասին, հա, եւ այս վերջերս անգամ խոսում էինք միաբջիջների մասին, թե ոնց են իրանց միաբջիջ հալով ավիրում մեր երկիրը, նաեւ դավաճանների մասին, ովքեր որ իրանց միաբջիջի տեղ են դրև, այս միաբջիջ չեն, պրոստը դավաճան են եւ այլն։ Եվ ինձ համար շատ տհաճ է, երբ որ ժողովուրդ ջան, այսպիսի խոսակցություններից հետո, որ մենք ամեն անգամ փորձում ենք եւ իրար հետ աշխատում ենք, որ քաղաքացու քաղաքական գիտակցությունը բարձրանա, քանի որ ես միշտ ասել եմ, որ երկրի տապագան կախված է հենց քաղաքացու քաղաքական գիտակցությունից։ Քանի որ եթե քաղաքացու քաղաքական գիտակցությունը լինում է ցածր, քո երկիրը ապագա չի կարող ունենալ։ Հասկանում եք, այդումա քանդման լրիվ, որտեվ ցանկացած վատ իշխանություն, որ գալիս է իշխանության, մանավանդ բռնապետեր, երբ որ գալիս են իշխանության, իրանք ամեն ինչ անում են, որ քաղաքացու այդ քաղաքական գիտակցությունը լինի շատ ցածր մակարդակի, իսկ ով չի ուզում հանձնվել, հա, եւ չի ուզում իր մակարդակը իջացնել, պրոստը նա այնպիսի պայմաններ են ստեղծում, որ այդ մարդը արտագաղթի երկրից։ Ինչու են վատ իշխանությունները միշտ ցանկանում դա, որտեվ կներեք, ես խոսքիս համար ասում եմ, բայց ոչխարներին հոշ անելը հեշտ է լինելու հետագայում, հա։ Այսինքն իրանք ոնց անեն, տենց կուտը կտան, այս ոչխարներն էլ այդ կուտը կուտեն։ Դա քաղաքականության մեջ հայտնի բռնապետերի մոտ իհարկե հայտնի քաղաքականությունն է, որ քաղաքացու քաղաքական գիտակցությունը պետք է լինի ցածր։ Այդ դեպքում իրանց համար լավ կլինի։ Եվ այսպիսի խոսակցություններ տանելով արդեն ինչքան 2 տարի ձեր հետ կամ 3 տարի արդեն հաշիվնել եմ մոռացել, մի խոսքով տանելով իմ հետևորդների հետ, իմ դիտողների հետ, ինձ համար շատ ցավալի է, երբ որ ինձ մոտ գալիս են հյուրեր, քաղաքական հյուրեր եւ ես շարունակաբար տեսնում եմ տարօրինակ մեկնաբանություններ, էս ում ես բերե, հա, էս ովա չլինի դու ես իրա նման մտածում եւ այլն։ Եվ այս ցիկլը անընդհատ շարունակվում, այսինքն բոլոր հյուրերը ով գալիս են, այդ նույն մեկնաբանությունները ես տեսնում եմ։ Հարգելի հետևորդներ, սա քաղաքական հաղորդում է։ Այստեղ կարող են գալ այնպիսի քաղաքական գործիչներ, որը որ ոչ քո սրտով է, ոչ իմ սրտով է։ Բայց ես հավաքում եմ ձեր, այն որ ասում է կարևորագույն մտքերը, հա, շփվելով իրար հետ իհարկե, կարևորագույն մտքերը, հարցերը եւ ուղում եմ տվյալ քաղաքական մարդկանց, երբ որ իմ մոտ հյուր են գալի։ Եվ ակնկալում եմ լսել պատասխան, որ մենք մեր կարծիքը կազմենք, լսենք, տեսնենք, հասկանանք, բայց սա չի նշանակում, որ մենք պետք է հայոյենք, մեր արժե համակարգը իջացնենք, փնովենք, որտեղ սա քննադատություն չի, սա փնովել է, փնովենք եւ այլն։ Հասկանում եք, սա ինձ համար անընդունելի է, ինձ համար շատ ցավալի է, որ ես պետք է մտնեմ, հետո չգիտեմ, ինչ որ հաղորդագրություններ արդեն ձեռքով սկսեմ մաքրել, հա, որտեվ մենք այսքան աշխատանք ենք տանում իրար հետ, որ ձեր, հա, եւ մեր ընդհանուր քաղաքական գիտակցությունը լինի բարձր, բայց մարդիկ կան դեռ չեն ընկալում, որ սա քաղաքական հաղորդում է եւ այստեղ բոլոր քաղաքական գործիչների համար դռները բաց է հարցազրույցի համար, քննարկման համար։ Ես հույս ունեմ, որ այսպիսի բաներ էլ չի կրկնվի եւ դուք ինձի այդ անհանգստությունը էլ չեք պատճառի, որ ես սկսեմ ջնջել, չգիտեմ, մեկնաբանություններ կամ ոմանց անգամ բլոկել, որտեվ ինձ համար շատ ցավալի է, նորից եմ ասում, որտեվ մենք իրար հետ արդեն երկար աշխատանք ենք տանում, որ մարդու քաղաքական գիտակցությունը լինի բարձր եւ հետո տեսնել, որ դեռ մենք շատ աշխատանք ունենք, հա, տանելու, որտեվ դեռ
մարդիկ դիտողներ կան կամ հետևորդներ կան, որոնք որ դեռ քաղաքական գիտակցությունը այնքան ցածր է, որ չի հասկանում, որ սա հաղորդում է եւ այստեղ պետք է գան քաղաքական գործիչներ եւ տան իրենց հարցազրույցները, լինի դա մեր սրտով կամ չլինի մեր սրտով, կամ ոնց որ ես գժվում ես, կողադու ես իրան մտածում բան, չի կարելի ժողովուրդ ջան, էսի սենց, այս հարցն էլ պատասխանեցինք, հիմի անցնենք առաջ, հա, մեկ էլ գիտեք ինչ են ասում, այս հարցին էլ պատասխանեմ ժողովուրդ ջան, մեկ էլ կասեն, որ ես մեկ-մեկ դնում եմ եթերին աջակցելու համար, չգիտեմ, թողում եմ այսպես կոչված բանը, սայթը, հա, որտեղով որ կարող եք եթերին աջակցել, մեկը գան, այս փող ես հավքում բան, չգիտեմ ինչ, ուրեմն հարգելիներս, ես իմ գործն էլ ունեմ, հա, ես իմ տունն էլ ունեմ, մի խոսքով ես իմ ամեն ինչն էլ ունեմ, ես ինձ ապրելու գումար չեմ ուզում, ընդհանրապես այս ալիքում ինչ կա, սա իմ ջեբից դրված է, ձեզնից քանի հոգին ասते մի կոպեկ ուղարկե, մի հատ կարակ մեկը տասեք, քանի հոգին է ուղարկե, երբ որ ես դնում եմ ասում եմ սա ալիքին աջակցելու համար, ընդհանրապես սա ալիքին աջակցելու համար է, որ ալիքը զարգանա, հա, ավելի լավ ապարատուրաներ ունենա եւ այլն, ավելի լավ եթերներ կազմակերպելու եւ բարձր որակով եթերներ կազմակերպելու համար, որտեւ իմ կարծիքով ալիքը ինքը իրան, գոնե ինքը իրան պետք է պահի եւ ում հաշվին պետք է պահի հենց հետևորդների, դա նորմալ է ողջ աշխարհում, սա չգիտեմ, մենակ Հայաստանում կարող է աննորմալություն լինի, հասկանում եք, բայց հələ որ այս ալիքին ես եմ պահում, հետևորդները չեն պահում, ես էլ ասեմ, որտեվ հիմա որ դու դիտում ես, էլի եմ ասում, դու քեզ հարց դու այս ալիքին օգնել ես, որ գալիս ես ասում ես փող ես հավքում, ինչի դու ինձ մի բան առել ես, որ ինձ ասում ես փող ես հավքում, մի հատ ծամուն առած կաս ինձ, որ ինձ ասում ես փող ես հավքում, էսի սենց, այս հարցի պատասխանն էլ տվենք, անցանք առաջ, հիմա Վարդան Ղուկասյան, դոկի մասին է խոսքը, դոկի հետևորդների մասին, ովքեր որ, չգիտեմ, ոմանք ինչ որ նեղացել են, ոմանք ինչ որ դժգոհում են, ինչու ժամանակին Վարդան Ղուկասյանի դոկի մասին խոսում էիր, հիմա չէիր խոսում, պատասխանեմ հարգելիներս, ուրեմն Վարդան Ղուկասյանի մասին խոսալը ոնց սկսավ, ես պարզ սիրում բացատրեմ, հերթով, ես բլոգեր եմ, քաղաքական բլոգեր, և հանկարծ Հայաստանում, Հայաստանի քաղաքական դաշտում, անհետանում է, բառից ուղիղ իմաստով, անհետանում է մի քաղաքական գործիչ, որ ունի շատ մեծ լսարան, բառից բուն իմաստով անհետանում է, մի ժամանակ անցնում է, բոլորը սպասում են, ձեն, բան չկա, ու այդ պահին ես քաշում եմ իմ վարկածը, որ գիտեք ինչ կա, ժամանակին ես ճանաչել եմ մի բլոգեր, ճանաչել նկատի չունեմ անձնական, ծանոթություն, նկատի ունեմ տենց համացանցով, ճանաչել եմ մի բլոգեր, չեչենական բլոգեր, Տումսո էր ոնց որ անունը, եւ իր մի հատ նման պատմություն կար, երբ որ իր կյանքը ինչ որ վտանգի տակ էր եղել, քանի որ քննադատում էր Կադիրովին, կյանքը վտանգի տակ էր եղել եւ այդ մարդը անհետացել էր բայց միջև անհետանալը ասում էին ինքը ոչմ զոհվել է, սպանել են, բռնել են, կտրել են, չգիտեմ ինչ, բայց դիակ բան չկար, ոչ մի բան չկար, ու տենց օթի մեջ էր, մի մասը ասում էր մահացել է, մի մասը ասում էր տես բան չկա, ու հետագայում ինչ պարզվեց, որ իր կյանքին իրոք վտանգ էր սպառնում եւ տեղի իշխանությունները, ավելի ճիշտ տեղի ոստիկանությունը նրան թաքցրել էր միջև այն որ ասում հանուն իր ապահովության կյանքի եւ անվտանգության ապահովության միջև իրանց տվյալներով որ հանցագործներ պետք է գան որ այս մարդուն պետք է վնասան եւ այլն միջև սրանց չեզոքացնեին երբ որ այդ սրանց չեզոքացրեցին
Տումսոն նորից եկավ, ասես բարև ձեզ, ես ողջ եմ եւ առողջ եմ, ամեն ինչ նորմալ է, բայց դա մի հատ եկա ժամանակ էր, էլի չեմ հիշում ինչքան էր, երբ մի ամիս էր, ինչ էր, բայց մի եկա ժամանակ էր։ Հիմա ես այն ժամանակ առաջ քաշեցի այդ վարկածը, ասեցի հնարավոր է որ այս քանի որ մի քիչ նման են իրար Վարդան Ղուկասյանն էլ նենց փիս քննադատում է իշխանությանը, այն էլ ընդից էր տենց անում, ասես մի քիչ նմանություն կար, ինքն էլ էր բլոգեր, Վարդանն էլ ա եղել բլոգեր, հետո էս էլա դառը քաղաքական գործիչ, Վարդանն էլա դառը քաղաքական գործիչ եւ այլն։ Եվ ու նորություններ էր տարածվում, որ Վարդան Ղուկասյանին էսի կարևոր փաստ է։ Հա, բռնել են, ծեծել են, սպանել են, մորթել են, ցես ինչ-որ մեկը բռնել է, չգիտեմ, կադրել է, փրթել է, թափել է, ցես նորություններին, ասում շատ նման էր ու ես այդ վարկածը տարա առաջ, որ շատ հնարավոր է, որ այդ նույն պատմությունը եղած լինի եւ Միացյալ Նահանգների ոստիկանությունը կարող է Վարդան Ղուկասյանին թաքցրած լինի եւ երբ որ վտանգը չեզոքանա Վարդան Ղուկասյանին ազատ է արձակել։ Արջիշտ տուն բաց թողել էլի, քանի որ այդ պայն ինֆորմացիան շատ ուժեղ վակուում կար։ Հիմա սենց, հա, հասկացաք, չէ, դա եղավ իմ առաջի վարկածը Վարդան Ղուկասյանի շուրջ։ Բայց ամենակարևորը, որ դուք ընկալեք, քաղաքական գործիչ չկա մեծ լսարանով, դու էլ քաղաքական բլոգեր։ Համի ես կարողա այդ թեման թողեի, ընկնեի բասկետբոլի մասին խոսայի, հա, դա նորմալ կլներ ձեզ համար։ Նորմալ կլներ ձեզ համար։ Կարծում եմ, որ պատասխանը ստանում եք, որ ոչ, նորմալ չէր լինի։ Հա, ի տարբերություն այն մարդկանց, ովքեր որ գիտեք, ինչ կա իրանց համար ինչ որ կարմիր գծեր են ոմանք դրե, որ այս մարդու մասին հանգարց չխոսաս, թե չէ, հա, իմ մոտ այս բաներ չկա։ Ես ազատ բլոգեր եմ, անկախ բլոգեր եմ ու ազնիվ բլոգեր եմ։ Ու իհարկե սկսեցի Վարդան Ղուկասյանի մասին զրուցել, հետագայում պարզվեց, որ Վարդան Ղուկասյանը ձերբակալված է, կարծեմ հետքը պարզեց եւ այդ ժամանակ սկսվեց ամենատարօրինակ երևույթները։ Ուրեմն մարդիկ սկսում են քննադատել դոկ կուսակցությանը եւ իհարկե այդ պայն քննադատելու բան կար, բան չունեմ ասելու, բայց գիտեք որն էր տարօրինակ, ախր դուք մենակ եթերներն եք նայում, այն տակից ուրիշ բան էր կատարվում, այն տակի, այն որը որ ձեզ հասանելի չի, այնտեղ ուրիշ բան էր կատարվում, այն ոնց որ ասում է, այն ով որ ուզում էր ցանկանում էր իրոք, հələ մի հատ parzer ինչ արա կատարվում, ինչ որ մեկերը ցանկանում էին էտել կդրել, հա, իրանք ամեն ինչ ուզում էին անեին այսպեսի տեսքով։ Մենք, հա, ովքեր որ խոսում էին էլի մթոմ բլոգերներ, մենք Վարդան Ղուկասյանի աջակիցն ենք, բայց չենք վստահում դոկ կուսակցությանը եւ ցանկացած փորձել, հա, նենց էին դասավորում, որ դոկ կուսակցության հետ, չգիտեմ, կապ հաստատել, մի հատ parzel ինչա ոնց է, ամեն կերպ ուզում էին էտել ոնց որ փագածը լինեին, սվաղածը լինեին, էլի որ պետք չի բան, դրանց հետ բան, այսպեսի վիճակ է։ Այստեղ մեկ լրացում, քանի որ շատ կարևոր է, որ ի տարբերություն այդ մարդկանց ճակերտների, որ իրանք ներկայանում էին որպես Վարդան Ղուկասյանին այս թույն, հա, թունդ ավելի ճիշտ, աջակից, ես ամենաարդար եւ մաքուր ձևերով համ իմ հետևորդներին իմ եթերների ընթացքում իհարկե եղել են անուշադիրներ, որոնք որ մտածում էին ես դոկական եմ, հա, բայց գերմեծամասնությունը ուշադիր լսող մարդիկ միշտ լսել են ինձանից, որ ես ասել եմ, ես Վարդան Ղուկասյանի աջակիցը չեմ։ Մի քանի անգամ իմ եթերներում։ Իդեպ այդ մարդիկ, այն մարդիկ, ովքեր որ ին վրա քար էին շփոթում, իրանք լավ էլ լսել էին, էդի ուզում էին ինչ որ իմ դեմ բան էդի օգտագործեին։ Համել ես սա իհարկե բազմաթիվ անգամ ասել եմ հենց դոկ կուսակցությանը ամենաբարձր մակարդակով, այսինքն այդ պահին գործող նախագահի մակարդակով անձնական զրույցներում մի քանի անգամ նշել եմ, որ ես դոկ Վարդան Ղուկասյանի, այսինքն դոկի քաղաքական աջակիցը չեմ։
Ես պայքարելու եմ հանուն արդարության։ Իսկ ինչն է իմ տեսակետից արդարությունը, որ եթե մարդ պետք է պատասխանատվության ենթարկվի, պատասխանատվության ենթարկվի այն բաների համար, ինչը որ ինքը կատարել է։ Քանի որ այն պահի դրությամբ, հիմա չգիտեմ ոնց է ընթանում ամեն ինչ, բայց այն պահի դրությամբ կային մեղադրանքներ, որը որ ընդհանրապես այդ պահին Վարդանի հետ կապ չուներ։ Ուրեմն քննադատությունների մեջ ես միանգամից ասեմ, ես էլ եմ ժամանակին քննադատել այդ պահերին դոկուսակցիանը, ճիշտն ասած չեմ փոշմանել, որտեվ ես իմ տեսակետն ունեմ, ճիշտ եմ արել, որտեվ ինձ համար ինֆորմացիոն վակուումը անընդունելի է, միջև հմել ասում եմ, ես միջև չեմ հասկանում, թե ինչի կար այդ անընդունելի վիճակը, բայց ես գնացի քայլերի, որ ավելի շատ բացահայտեմ, թե ուր ցույց գալի այդ այն որ ասում է որտեվ sense բան կար ժողովուրդ ջան, որ դոկ կուսակցությունը մեղադրանքների մասին է խոսքը, էլի, բացի քննադատությունից, որ լավ հասկանաք, sense բան կար, դոկ կուսակցությունը թաքցնում է իրական իրողությունը դրսում ինչ է կատարվում Վարդան Ղուկասյանից, այսինքն որ Վարդան Ղուկասյանը ոչ իբան չիմանա, լինի մեկուսացված, ինքն էլ լինի ինֆորմացիոն վակուումի մեջ, այսինքն այն ինչը որ կատարվում է դուսը Վարդան Ղուկասյանը տեղյակ չէ։ Այսպիսի ինֆորմացիան սենց սալաթեր կազմակերպվում։ Ուրեմն ես ինչ արեցի, հետո մի հատ այն որ ասում է մատասմամա սենց ինձի ուշքի բերեցի որպես բլոգեր, ես հասկացա, որ առաջի հերթին ինչը որ կարելի է անել, ինչը որ շատ շտապ պետք է արվել, դա զրուցել Վարդան Ղուկասյանի հետ։ Դա միակ ճանապարհն էր հասկանալու, թե արդյոք այդ պահին էլի, որտեղ արդյոք դոկ կուսակցությունը ինչ որ մութ խաղերի մեջ է, թե Վարդան Ղուկասյանի հետևը, թե ոչ, հա, որտեղ այն որ ասում է, որ մի սուտը 1000 անգամ լսես, արդեն դառնում է ոնց որ ճշմարտություն, չէ՞, ասես կսկսես հավատալ։ Եվ մարդկանց օգնությամբ եւ այլն վերջով ես կարողացա զրուցել Վարդան Ղուկասյանի հետ եւ Վարդան Ղուկասյանը այնտեղ ասեց, որ ամեն ինչ անգամ հաղորդում ունեմ Վարդան Ղուկասյանի հետ, որ զրուցում եմ, եւ այնտեղ Վարդան Ղուկասյանը ասեց ամեն ինչ ես գիտեմ, ախպեր։ Ամեն ինչ նորմալ է։ Ամեն ինչից տեղյակ եմ, դու քեզնից էլ շատ եմ տեղյակ։ Հասկանում եք։ Եվ այդ պահին մարդկանց ես հետո իհարկե ներկայացրեցի զրույցից էլ այդ հարցազրույցի մասն էլ ներկայացրեցի ձեզ, դուք լսեցիք եւ այդքանով ես պարզեցի, որ գոնե այդ պահին գտնվող կուսակցության նախագահը, ինչ որ ինֆորմացիաներ չի թաքցնում Վարդան Ղուկասյանից։ Վարդան Ղուկասյանը ամեն ինչից տեղյակ էր, ճիշտ է, ես այնտեղ մի քանի անուն էլ տվեցի տարօրինակ, մի թե տարօրինակ մարդիկ ուրեն չգիտեմ, բայց մարդը տեղյակ էր, կամ ես գոնե ասում եմ տեղյակ պայեցի։ Վարդան Ղուկասյանը ասեց անցի առաջ, ես անցա առաջ։ Հա, ես էլ սենց ասեմ, հատուկ Վարդան Ղուկասյանի աջակիցների համար, որ ընկալել լինի։ Մի խոսքով, ես կարողացա պարզել եւ կարողացա պարզություն տալ ժողովրդի մոտ, թե ինչ է կատարվում մոտավորապես, հա, դոկ կուսակցություն եւ Վարդան Ղուկասյանի միջև, քանի որ այն թեզերը, այն ստերը, որը որ տարածվում էր, որ չգիտեմ, դոկ կուսակցության ղեկավարը կամ նախագահան ինչ որ ինֆորմացիան թաքցնում է Վարդան Ղուկասյանը ոչի բանից տեղյակ չի, էսյան, էյան։ Մի բան էլ եմ ուզում հիշեմ, որտեվ ես չէի կարողանում այստեղից զանգել Վարդան Ղուկասյանին, դրա համար օգնությամբ եմ զանգել, դիմեցի մի իհարկե խորհուրդներով, որտեվ ես այդ մարդուն չեմ հետևում, հա, ընդհանրապես բայց խորհուրդ տվեցին այն ժամանակ ինձի, ասեցին, այս ինչ մարդը Միացյալ Նահանգներում է, դիմի իրան, ինքն էլ բան, քաղաքական բլոգեր, դիմի իրան, ասա զանգի, չգիտեմ, ես այդ մարդուն այն վաղ դիմեցի, խնդրեցի անգամ մեր հետևորդներին, որ այդ մարդուն դիմեն, ձևը ես ասեցի, թե ոնց զանգեն Վարդան Ղուկասյանին, այն ժամանակ, որ բոլորը ասում էին Վարդան Ղուկասյանի հետ շփվելու ձև չկա, հա, իհարկե շնորհակալություն այն մարդուն, որ ինձի
ձևը ասեց, անուն չեմ տալի, որովհետև չգիտեմ, կավա դուրս չի գալ։ Դրա համար անուն բան չեմ տալի, այդ պահին ինքը ինձ օգնել է այդ պահին, ես երբեք չեմ ուրանում այն ինչը որ եղել է։ Հիմա դիմեցի ձևը ասեցի ոնց զանգեն ոնց կապնվեն բան, հա հույս ունենալով դա եղել է միջև իմ զանգելը, հույս ունենալով որ տվյալ մարդը մի հատ կզանգի խոսա, ինձ էլ տեղյակ կպայի թե ընդհանուր ինչ եղավ, այդ մարդը չգիտեմ ինչ արեց, զանգեց, տոլի խոսած, չխոսած, ձենս լսվավ, չլսվավ, հետո ընդհանրապես մեզի ընդհանրապես չհիշավ, մեզի որ մենք էինք իրան ձևը ասել թե ոնց զանգի, մենք էինք ասել իրան ոնց զանգի, տես ոչ հիշավ, ոչ չհիշավ, վերջը ստիպված, այդ ձևի միջնորդով ես զանգեցի։ Ինչ եմ ուզում ասեմ, այո, ես կարողացա մարդկանց մոտ մաքրել դոկ կուսակցության անունը այն ժամանակ, երբ որ բոլորը քարկոծում էին ուղղորդությամբ այն մարդկանց, ովքեր որ ներկայանում էին Վարդան Ղուկասյանի աջակիցը, հա հանու իրանք շատ էին Վարդան Ղուկասյանը, մթոն բլոգերներն իրանք այնց աջակցում են Վարդան Ղուկասյանին, հա, բայց ի տավո իրանք ասում են մենք Վարդանին աջակցում ենք, բայց Վարդանի ստեղծած կառույցը դավաճան է, իրանք այդ թեզերն էին առաջ տանում, հա, եւ միայն ես էի այդ դրանցից որ դուրս եկա, այդ թեզերը ջարդեցի եւ իրականությունը տվեցի եւ զապիսն էլ դրեցի, ասիմ լսեք եւ ժողովուրդ ջան եւ լսեք, որ Վարդան Ղուկասյանը ինֆորմացիոն վակուումի տակ չի եւ դոկ կուսակցության ղեկավարը այդ բանի կամ ղեկավարությունը կամ ազնագազմը Վարդան Ղուկասյանին փագի տակ ինադու չի պահում, էլի, այսինքն ոչ մի բան չասելով թե ինչա կատարվում դուսը։ Էսի սենց միջև ստե հասկացանք, հետո ինչա կատարվում, հետո իհարկե տվյալ այդ ուժերի դուրը ընդհանրապես չեկավ թե ես ինչ արեցի եւ հա ոմանք էլ ես ուզում եմ ասեմ այդ պահին բացի այն 10 ովչիկներից ովքեր որ ինձ սկսեցին թիրախավորել, հա, որտեվ ես իրանց պլանները խախտեցի, բացի իրանցից կային եւս ինչ-որ մի ինստագրամական ալիք Վարդան Ղուկասյանի անունի տակ, հա, չգիտեմ, ընդ տելեգրամյան ալիք Վարդան Ղուկասյանի անունի տակ, մեկը չգիտեմ, սրա ձայնը, նրա ձայնը, դա տարբեր ձևերով ընդ դոկի անունը կապցնում իրանց ինչ-որ ալիքներ էին սարքել, բազմա հազարանոց Վարդանի անունով հավաքած ինչ-որ ալիքներ։ Դրանք էլ դո սկսան ինձ թիրախավորել իրանց արևին, հա, չնայած ես մի քանի անգամ ասել եմ, մի հատ եմ ուզում ասեմ, հա, բոլորի փաթթած ունեմ, այդ ձև, ստեղից միջև այն ամեն մեկիցը, միջև ամենավերջինը, էլի, ովքեր որ ընձի տենց ինչ որ թիրախավորում էին այն ժամանակ, այն վաղտ ասել եմ, համի էլ կրկնում եմ երրակի անգամ, ու էդ էլ տենց, այդտեղ կարելի ասել, ես միայնակս պայքարեցի, ճիշտ է, եղան մարդիկ մի առանց անունների բան, որ դոկ կուսակցությունից դոկ կուսակցությունից հենց որ այո այդ պահին իրանք էլ իրանց ներդրում ունեցան աջակցությունից, բոլորի մասին չի խոսքը, բայց մարդիկ եղան աջակցությունից, որտեվ դրանք եզակի այն մարդկանցից էին, ովքեր որ հասկանում էին, որ ես իրոք ինչը որ անում եմ այն բլոգերական արդարությունից, հա, բլոգերական արդարությունից ես փորձում եմ մի հատ հասկանամ ինչա կատարվում եւ իմ քայլերը սրանց դուրը հետո ընդհանրապես չեր եկել։ Մանավանդ այն բաներից հետո որ ես արդեն առաջ էին բերում այս ռսամոլ քանդողներին, հա, որ պետք է գան փրկեն, բան իրանք արդեն պատրաստում էին տերտերների վախտով, որ ես սկսա տեր հայրներ հրավիրել իմալիք, հա, ու սրանք էլ մի հատ նայեցին իմ առաջվա եթերները, որ ես դավաճան տերտերները իմ բաներին արդեն բարձրազերել եմ, սրանց որ ասում հետույքը արդեն պատրվում էր։ Մի խոսքով Էդ էլ հաղթահարինք, էդ էլ անցանք, չնայած թե ես չիմացա վերջում այդ չգիտեմ այդ Instagram ալիքեր, չգիտեմ Telegram ալիքեր եւ SCN-ի, որոնք որ թիրախավորեցին իհարկե անմեղ տեղը ինձ, իրանք պատիժ ստացան, թե չստացան, հենց խոսքը վերաբերում է Վարդան Ղուկասյանի կողմից, հա, որտեվ սա իր պատասխանատվության տակ գտնվող ալիքներ էին։ Ճիշտն ասած, այս հարցը ինձ հուզում է եւ վաղ թե ուշ ես այս հարցը անպայման պետք է տամ Վարդան Ղուկասյանին, իհարկե
երբ որ նա լինի ազատության մեջ։ Այս իրանք պատիժը ստացան թե ոչ։ Սա շատ կարևոր պահ է։ Էդի էլ տենց ժողովուրդ ջան։ Հետո դրանից հետո ինչ կատարվավ։ Դրանից հետո արդեն Վարդան Ղուկասյանը ակտիվորեն սկսեց թողել իր ձայնային հաղորդագրությունը, այսինքն արդեն էլ ինֆորմացիոն վակուումը միանգամից արդեն կոտրվել էր, արդեն Վարդան Ղուկասյանը շփվում էր ձեզ հետ, դուք լսում եք իր ձայնը, հա, ինքը հաճախ պատասխանում էր անգամ ձեր հարցերին, հա, եւ այդտեղ ես արդեն կամաց սկսեցի դադարեցնել, հա, իմ ելույթները եւ իմ գործունեությունը այդ թեմայով, որտեվ էլ ինչ խոսամ։ Թող ես ձեր համար բան չեմ ընդ այն նրանց նման էլի, որ համի տեսնում եք, չէ, որ ընդհանրապես կապ չունեն Վարդան Ղուկասյանի հետ եւ ընդամենը PR-վում էին, անունը դնում էին մենք Վարդանի աջակիցն ենք, PR էին անում, PR հասկացար, իրանց բան էին, խեյպ էին, բռնետ, հենց իրանց Վարդանի աջակիցներին քաշում տանում էին, իրանց ուզածը հետ էր, ես այն վաղտ ասել եմ ու համի էլ ասում եմ, չնայած արդեն համի տեսնում եք, որ իրանք թքած ունեին Վարդան Ղուկասյանի ազատության վրա, իրանք հետաքրքիր չէ, իրանք կարևոր է այդ պահին մի մեծ զանգված ժողովուրդ կար, որը որ Վարդան Ղուկասյանի աջակիցներ ոնց անեն այդ մի աջակցին տանեն իրանց կողմ։ Իրանց ուզածը միշտ այդ է եղել։ Իրանց հետաքրքիր չէր ընդհանրապես Վարդան Ղուկասյանի ապագան, ներկան եւ ընդհանրապես։ Հա, էսի սենց։ Հետո վերջին անգամ, այն որ ասում եմ վերջի կարևոր փոփոխությունը որ եղավ, այդ որ արդեն դրությունները մոտենում էր, դոկ կուսակցությունը նշանակեց շտաբի պետ, հա, իր փաստաբանին, ես նույնպես փաստաբանին էլ հրավիրեցի իմ ալիք, զրուցեցինք իրար հետ, հարցերին մարդը պատասխանեց, գնաց վերջ, էլ ինչ ես պետքա հելնեմ խոսամ։ Ինչ պետքա հելնեմ խոսամ։ Ինչու է գալի եւ ասում ինչի չես խոսում։ Ինչ խոսամ, հարգելիներս։ Վարդան Ղուկասյանը արդեն զրուցում է, ունի շտաբի պետ, իրանց Facebook ալիքը գործում է, Telegram ալիքը գործում է, ես տեղ էլ անելիք չունեմ։ Ես ինչ որ պետք է անեի, արել եմ։ Այն նրանք ով որ Վարդանի անունի տակ թփրտում էին, ես դեռ մի տարի առաջ էի ասում։ Այն որ ասում է, այն ժամանակ ասում էի, լսեիք։ Բայց ասում ավելի լավ է ուշ, քան երբևէ։ Տեսակ։ Վերջի անգամ, որը որ այս վերջերս էր, որ խոսացի էլի արդեն գիտեք ոնց ոչ թե sense հատուկ դոկ կուսակցությանը, այ խոսացի Վարդան Ղուկասյանի աջակիցների ոնց ասում զգուշացրեցի, երբ որ լսա որ այս Ռուսաստանում նստած մթոմ հայրենացավ բլոգերները, հա դրանք բլոգեր չեն, իհարկե բոլորի մասին չի խոսք էլի, տասովչիկների որ տեսան իրանց փրկիչի գործերը այնքան վատ է, որ մարդ չեն կարող հավաքեն, ասին գիտեք ինչ կա ախպեր, եկեք բռնենք, բարանենք, ասենք եկեք մենք միանանք, մթոմ սես բանը Վարդան Ղուկասյանի հետ, հա, որ Նիկոլին Ռադանենք, փրկենք Հայաստանը, կներեք։ Ուրեմն, նայ ես այն ժամանակ հեսա կդնեմ կտեսնեք, այն ժամանակ դուրս եկա եւ ասեցի եթերներից մեկում ուշադիր լսեք, ես ասեցի լսեք, էսի էլի հերթական կուտա, որտեվ ես դրանց ռոժերը լավ գիտեի, եթե դուք նոր իմացաք, ես դրանց ռոժերը այն վաղտվանից արդեն գիտեի, որ սրա Վարդանի հետ ընդհանրապես կապ չունեցող մարդիկ են, ոչ էլ իր գաղափարները կիսող, ոչ մի բան։ Հա, որ այդ ինչ որ ասում են եկեք Վարդան Ղուկասյանն էլ մեզ միանա բան, հանուն Հայաստանի փրկություն, էդի սովորական կուտ էր, որ Վարդան Ղուկասյանի ժողովրդին տանեն իրանց կողմ, իրանց վիճակը այդքան վատ է։ Զեն չունեն, առաջ ես տենում փողեր են բաժնում, սենց ցապնում են, սենց փողեր են բաժնում, էլի մարդ չի գալի։ Հա, սրանք նստան մտածին ինչ անենք, եկեք 10-ով կանենք Վարդանի աջակիցներին բերենք էս կա։ Մի հատ ասեք էս էլ մի հատ դիտենք, որ չասեք հավայի խոսում ես, մի վարքյան։ Էս էլ մի հատ ուղեմ։ Ահա, էս էլ ուղեմ։ Մեկ վարքյան էլ կամերան ուր էր։ Ահա։ Էս ամը, ահա։
Ես էլ այս վերջերս եմ ասել, ժողովուրդ ջան։ Լսեք։ Կարճ կապեմ, ասի փոխեմ ստե, որ ձեր մոտ լավ լսվի։ Ահա։ Ռուսաստանից եկած փրկիչները վիճակը այնքան վատ է, որ մի էլ արդեն իրանց բաներով, կտերով, սենց իրանց այդ տասովչիկներով շուխուր են գցում, բա եկեք, դոգի հետ միանանք, որ այս երկիրը փրկենք, չգիտեմ ինչ, էդ էլ ոբշեմ այդ մի տեսա, այսինքն այնքան քիչ է ձայներ, այնքան քիչ է իրանց հնարավորությունները, դե նման չկա այն քանակը, որոնք որ իրանք են ուզում, մանավանդ այն, եթե չեմ սխալվում, չեմ ընկե ճշտեմ բան, բայց նորություններով ասում էին դրա ինչ էր են, անուն ինչ էր, ոբշեմ են, հոպարիտաղու Facebook-ն էլ փագել էին այդ ֆեյքերի պատճառով, հա, ոնց հասկացանք, դե դա ֆեյքավատ, տենց ֆեյքերով իրանք իրաց թվեր նկարելով, տենում են մարդ չկան այս կարգին պատճառ կանով, մել ասում են այդ հանգ դոգի մարդկանց գողանանք, մի խոսքով էտա ստրատեգիան, թե մի ընդեք ընդունեն, չեն ընդունեն, դա իրանց գործն է, մի խոսքով ես ասում եմ իրանց նպատակը որն է, հա, մանավանդ Ղուկասյանի աջակիցներ ուշադիր լսեք, ես չգիտեմ ընդ Վարդանը ինչ կասի, ինչ չի ասի, կապ չունի, ոբշեմ, ով Հայաստան ուզում է տանի Ռուսաստանի տակը պարկացնի, հա, նա դառնում է անձնական իմ թշնամին, ով ուզում է սլնես, լավ, էսի սենց, երկրորդը ինչն է այս խաղի ստրատեգիան, պրոստը սրանք տենում են իրանց ձեները չերիքում ու հիմա ուզում են դոգի մարդկանց, այսինքն եթե դու դոգի աջակից ես, ուզում են քո ձեները իրանցով անեն այս դիշովի խաղով, համի կուտես կեր, եթե նորմալ խելքը գլխին մարդ ես եւ հասկանում ես ինչա նշանակում Հայաստանը իր անկախությունն ու պետականությունը եւ որ մեր բոլոր նորից կրկնում եմ որ բոլորի գլուխը մտնի եւ մեր բոլոր հերոսները զոհվել են որ դու այսօր ունենաս անկախ որ դու ունենաս պետություն, անկախ պետություն, ոչ թե բան, անուն ինչ էր, մութենական, որ այդ ռուսն էլ գա ոնց մի խոսքով ժողովուրդ ջան լսեցիք, ես էդ էլ զգուշացրեցի Վարդան Ղուկասյանի աջակիցներին եւ իհարկե եթե չգիտեմ դոկուսակցությունը լսավ նույնպես բայց ես ոնց հասկացա իրան գիտակցեցին եւ չմիացան փառք Աստծո որտեվ իրանց նպատակը ձեր հենց Վարդան Ղուկասյանի ձայները փախցնել տաներն էր որտեվ իրանց ընտրող չունեն ախպեր չունեն իսկ իրանք ոչ մի փրկիչ չեն եւ սրանք ուղիղ էթում են Հայաստանը վարի տալու այսինքն պետականությունը վիժեսնելու գործընթացով հա այսինքն իրանց գլխավոր նպատակը է դա հիմա հարց եմ տալի այն Ռուսաստանը նստած այն բլոգերիկներին է իհարկե նորից ասում եմ բոլորի մասին չի խոսքը որտեվ սրանց մոտ մի հատ կա ստրատեգիա էսի ռսի ստրատեգիան սրանց մոտ էլ է էլի էս կտսրածների մոտ էլ է ձևացումը որ դու իրանց կպնում ես մի քանի անգամ արդեն եղել է, էլի սրանց որ սես ճտասնում ես ճակատներին իրականությունը, իրանց դուրը չի գար։ Այսինքն սրա մեկին որ ասում ես ինչ որ մի բան, հա, ինքը գիտես ինչ անում։ Այսինքն սրանցից մեկին որ ասիր հակապետական, էսի կֆրակ ասի լսակ Ռուսաստանի 3 միլիոն հիմա չնայած այն վաղ 3 միլիոն էր, մի Պուտին ասում է 2 միլիոն է, մի կարողա դրանից հետո вообще ասի 1.5 միլիոն։ Մի խոսքով, Ռուսաստանի 2 միլիոն հայեր ջան, այս բլոգերը մեծի բոլորին անվանեց հակապետական, չի ասում, արա։ Ինքը քեզ ասեց, тут при чем են 2 միլիոնը։ Հասկանում եք, սա ստրատեգիա, սա այս ստրատեգիան, Ռուսաստանի ստրատեգիան է, որտեվ երբ որ ինչ-որ մեկը կասի երկրի ղեկավարությունը դավաճան, այսյանի, այն իրան գիտես ինչ են անում, որ բոլոր ժողովրդին որ ասում վատ տրամադրեն այդ մեկի դեմ, չեն ելնում ասու, գիտես ինչ կա, ինքը չասեց, այսինչին այդ բառեր, ինքը ասեց, ինքը ասեց մեզ բոլորիս ժողովուրդ, մեր պետականությամբ, ձեզ, հա, մեր ազգ, մեր բոլորին ասեց, տենց ուզում են բան անել, էլի, սեյվ բանը, նեգատիվը տրամադրել մեկ դեմ։ Համի լսեք ուշադիր, ազգի դավաճաններ, երբ որ դուք հելնում եք, չգիտեմ, սենց քլնգում եք բան, երկրի իշխանությանը ամեն օր, չգիտեմ, որոշներդ ինչ որ
վատ բառերով, հա, առանց ձեզ աչոտ տալու, որ կարողա, չգիտեմ, ձեր ընտանիքի անդամներից մեկը լսի, ձեր ցեղի գեղեցիկ սեռի ներկայացուցիչները լսեն, այսինքն դուք թքած ունեք այդ ամեն ինչի վրա, էլի։ Նամի լսեք, այդ որ դուք հելնում եք կամ չգիտեմ միտինգ բան եք անում Ռուսաստանում, երկրի կառավարության դեմ, հա, արա այդ մի օր չտես արա, ելնեիք այդ ձև խոսայիք կամ միտինգ անեիք Ռուսաստանը, ասեիք ինչի Հայաստանի ուշադիր է, ոչ թե Արցախը կամ բան, Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ Հայաստանի սահմանները ինչի՞ չես ճանաչում։ Վախը մեկ արա կամ ընդհանրապես վախը մեկ այդ թեմայից խոսակ, չկաք այդքան, բայց ընդից նստած քֆուր քյաֆարով կարում եք, հա, խոսք կամ չգիտեմ, ձեզի դրել եք ընդ լավ տեղ ու տեղ, կարաս լավ տղալն ես արա, դուք իսկ կողից նայել ես, այ կատացրած պրճոտը, ուրեմն մի քանիսն են էլի իհարկե, ուրեմն այս մարդկանց այս հարցերը տվեք, սրանք ընդհանրապես զակաս կատարող բաներ են, հակապետական, իրանք գիտես ինչ են մտածում, իրանք մտածում են հեսա այտենց ռուսական ուժեր կան Հայաստանում, Հայաստանը в общем տեն զավթեն, վարիտան իրանք էլ կլնեն գլխավոր պրոպագանդիստները, չնայած այդ պրոպագան հասկացաք, չէ ինչերը, իրանք իրանց Սալավյովի տեղ հայկական Սալավյովներն են ուզում դառնան այս տռամները։ Էսի իրականությունն է։ Ինչու եմ ես սրանց այդպես խոսում, որտեվ իրանք սրան արժանի են, որտեվ իրանք ցույց են տվել իրաց դեմքերը գոնե իմ մոտ շուտվանից, էլի։ Տուֆտա դեմքեր որ կան, լրիվ 0 եւ հակապետական խոսույթները սրանց մոտ է։ Ոչ մի adekvatություն, լավին լավ, վատին վատ, ճշտին ճիշտ չկա։ Սրանց մոտ միակ նպատակը քանդել երկրի պետականությունը, հա, թեկուզ եւ իշխող ուժը, ինչքան էլ ինչ էլ որ ուզում ես ասես, չասես, մեկը քննադատել ու լիքը բան կա հենց այնտե որտեղ որ ապրում են, բայց սրանք ցռալենտակները հա ու չեն խոսում, ցռան են էլի, բայց անդից ուրիշներին հերվից քֆուր տալիս են էլի, հասկանում եք, բայց չգիտեն, մի օր դրա համար պատասխան եք տալու, հա, մի օր սրա համար պետք է մարդկանց մի քանիսի աչքերին նայեք, հլտենանք ոնց ենք բանանում խոսում, իդեպ աչքեր նայելու մասին, ուրեմն բրսկա մարտիկ Արտուր Աբրամ, ուրեմն այդ դպրոցի պատմությունը գիտեք, Նիկոլ Փաշինյանի զրույցը գիտեք, մի քանիսը հելել են քֆուր քյաֆար են անում, խոսքը բլոգերների մասին է, հա, չնայած բլոգեր չեն, իրանք զակասչիկ են, որոնք որ Արգենտինայում դատվում են արդեն դրա համար, դա էլ մի քանի անգամ ասեն, որտեվ իրանք վերջն էլ է այդ ըլնելու, բացի մեր աչքերին նայելուց, այդ ուղղությամբ են այդ հալու էլի, ուրեմն հա, այդ բրսկա մարտիկի բանով մի հելե, չգիտեմ, ընդե մուննատ, զուննատ, կֆուր մֆուր են ուզում անեն ընդե Արտուրին, հետաքրքիր էլի, Արտուրին արա, որ մի 100 մետրից տենակ, շամպես կփախնեք։ Ուրեմն, երբ որ Արտուրը շնորհավորեց Ռոբերտ Քոչարյանի ծնունդը, դու գիտեք ես ոնց եմ վերաբերվում Ռոբերտ Քոչարյանին եւ իր նմաններին, ովքեր որ քանդին մեր երկիրը, ես գիտեք չէ հելա այդպիսի բաներ ասեմ Արտուրի հասցեին, որտեվ չնայած նրան, որ ինձ համար հեչ հաճելի չէր այդ շնորհավորանքը, բայց ես գիտակցում եմ ինչ առելի գործ է արել Արտուրը, հա, որտեվ այո, կռվել է ուրիշ երկրի դորոշի տակ ցավոք, որը որ գիտեք ինչ կա, ոչ մեկ չի ասում, բա ինչի, բա ինչու եւ այսպես շատ հայ ворթիներ, ոչ միայն բոքսի ասպարեզում, այ կամ սպորտի ասպարեզում, այ շատ ուրիշ հարցերում ներկայացրել են ուրիշ դրոշը, որտեվ այն իշխանությունը, որը որ կար նստած ժամանակին, կերե ու գեղեցել էր էլի բանը մեր երկիրը։ Ու դրա համար էր ինձ համար ցավալի, որ այն իշխանությունները, որոնք որ կերե գեղեցել էին Հայաստանի Հանրապետությունը, Արտուր Աբրամյանը կամ Աբրամը բան արեց, շնորհավորեց ծնունդը։ Ուրեմն մի խոսքով ինչ եմ ուզում ասեմ, ես հասկանալով այ իրա կաշիրը, արած գործը, հա, ամեն դեպքում հայ դրոշինքը միշտ բարձրացնում էր, միշտ ասում էր հայ եմ, հա, ծանր այդ կաշիրը, ես
դուրս չեկա եւ դες բառեր չասեցի, էլի իր հասցեին, որտեվ անցած ճանապարհը հարգանքի ճանապարհ էր ինձ համար, որտեվ ամեն դեպքում ես էլ եմ ասում հայկական դրոշը ինք միշտ իր գլխի վերևը պահելա։ Հասկացաք։ Ի տարբերություն է սրանց ինքը միշտ հայկական դրոշը գլխի վրա պահելա։ Հա, սրանք հայկական դրոշի հետ կապ չունեցող, հա, ռսիկ լվացող են ի տարբերություն։ Հիմա ուй Հիմա ինչա տեղի ունենում։ Գումարը տալիս են, չէ, այսինքն գումարը տալիս են ինչ իմաստով եմ ասում, որ դե պետությունը հովանավորում է, որ դպրոցը բացվի, բան, բայց մարդը չասի շնորհակալություն արա։ Դուք ապուշ չեք արա։ Բայց մարդը չի լինի ասի, շնորհակալություն, բա որ աջակցում է պետությունը, դպրոցը բացվում է։ Այնտեղ պետք է հայ սաները, չէ, սովորեն։ Հետագայում Հայաստանն են ներկայացնելու հաջողություն ունեցողները։ Բա չասի շնորհակալություն։ Էջի ձև եք դուք մտածում, չէ, դուք չեք մտածում, որտեվ ձեզ միայն մի բան է հետաքրքրում։ Ոնց անենք սեյվացնենք ու քանդենք, փշերենք Հայաստանի Հանրապետությունը, որ ձեր նման անբարոյականները գան Հայաստանի իշխանության եւ քանդեն այն ինչ որ արել են, քանդեք եղեքեն, այն վերջում էլ sense ավիրեն, վերջում sense չգիտեմ sense բան անեն, քամեն Հայաստանը կողեն, սարքեն Թաթարստան, էսա ձեր ուզածը։ Մի ասել էի, հա, էս ասրած ուզածը։ Ու վերջ Հայաստանը պրծավ։ Իրանք էլ խաղան բան, այն 1 միլիոն հայ էլ կմնան դե մոտավորապես, որտեվ սաղ թողելու են այդան, ով հնարավորություն ունի, ով էլ չունի հետո կունենա կթողիկ էթա, հա, իրանք էլ ընդե 10 հոգով դառնան բան, թակավոր, սրանք էլ պրոպագանդոնները, հասկացաք։ Էս էլ սենց, էս է իրականությունը, ժողովուրդ ջան։ Ես հույս ունեմ, որ ձեր հարցերին, այն հարցերին, որով որ կուտակվել էր այսքան ժամանակ, ես համ կարողացա պատասխանել, համ Վարդան Ղուկասյանով հարցը պատասխանեցի այն մարդիկ, որ ինչու Վարդան Ղուկասյանի մասին չես խոսում, համ սրանց այս պրոպագանդիստների հարցերի բաներին էլ համը տարածումները ասեցի ինչ էր ոնց էր, որոնք որ իրանց էին ճղում ժամանակին թույն աջակից էին Վարդանի։ Լավ, ժողովուրդ ջան, երևի այսօր այսքանը, տեղով մեր հաղորդումը երկար ձգվեց, այսօր այսքանը, հետագայում այս տիպի հաղորդումներ ես էլի կպատրաստեմ եւ իհարկե ես ձեր հարցերը կարդում եմ, ժողովուրդ ջան, կուտակում եմ իմ մեջ, չեմ մոռանում եւ այսպիսի հաղորդումներով փորձելու եմ պատասխանել ձեր հարցերին։ Մեկ էլ հիմա գիտեք ինչը, էլի լիքը հարցեր կան իհարկե, որ ես կուզենայի անդրադառնալ, թե Հայաստանում ինչքան մարդ, ինչքան քաղաքական գործիչ, ինչ փրկիչի դերերա կատարում, ով ինչա փրկում, հա, շատ բաներ կա խոսալու, բայց արդեն երկար տևեց մեր հաղորդումը, ես սա էլ երևի հաջորդ անգամ կզրուցենք։ Այսօր այսքան, ըստ էության հաջողություն։